Փաշինյանը մի այսպիսի զգույշ արտահայտություն է անում իր գրառումներում։ Ես որպես հավատավոր եմ սա ասում, ես որպես հավատացյալ, այսինքն նա հրաժարվում է ցույց տալ, որ որպես վարչապետ է կռիվ տալիս այդ ինստիտուտի դեմ, սա իրավաբանության մեջ մանիպուլյացիայի համար է, թե իսկապես նա հավատացյալ է եւ ընդհանրապես նրան եկեղեցում եթեր է տեսել է, թե ոչ։ Ոչ իբրև վարչապետ, ուր ինքը ունի կոնկրետ օրենսդրությամբ կաշկանդվածություն եւ սահմանափակումներ, եւ ոչ էլ առավել եւս որպես հավատացյալ, եթե ինքը անգամ հավատացյալ է, ինքը նման իրավասություններ չունի։ Հավատացյալը եկեղեցու հետ կապված հարցերը հանրային քննարկումների միջոցով չէ, որ պետք է կարգավորի։ Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, թե ինքը արդյոք ընդամենը նոմինալ հավատացյալ է եկեղեցու, թե իրապես ներգրաված է եկեղեցական կյանքում։ Ես դժվարանում եմ ասել, կդժվարանամ նաև նշել մի քահանա, մի եկեղեցական, որը վկայություն կտա իր օրինապահ հավատացյալ լինելու մասին։ Կդժվարանամ ուղղակի նշել։ Ինքը երկել է եկեղեցում, եթե Երշամ Սալմանը հավատյալ։ Այդպիսի տեղեկություններ տարածվում էին, ու իհարկե դա հավատացյալ լինելու մասին շատ համոզիչ փաստակ չի։ Հիմա գիտեք, Վասակ Սյունին էլ եկեղեցական կյանքում ինչ որ ներգրավվածություն ժամանակին ունեցել է, բայց դա արդարացում չի կարող լինել նրա հետագա գործողությունները։ Որ ասում եք արդեն հատել են բոլոր գծերը եւ այլևս առողջ քննարկումների տեղ չեն թողել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այլևս առողջ բանավեճի տրամաբանություն գոյություն չունի, երբ որ բանավեճը վերածվում է, երբ որ խնդիրների քննարկումը վերածվում է անձնական վիրավորանքների, բուն խնդրի հետ չառնչվող նյութերի արձարծումների, նշանակում է առողջ բանավեճի որևէ դաշտ գոյություն չունի։ Ինչ է նշանակում մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ դիտարկումներ անել։ Անկախ դրանից դրանք ճիշտ են կամ սուտ են։ Ըստ էության մարդկանց անձնական կյանքում տեղ գտած այդպիսի թերություններն են այսօր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների պատճառը։ Ես քիչ առաջ ասացի, մենք Արցախը ասացի ճշմարտություն է։ Ոչ, ես ասում եմ անկախ դրանից դա ճիշտ է, թե սուտ է, նման իրավասություն ոչ ոք չունի։ Կուսակրոնը եւս որպես անձ օգտվում է իր անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքից։ Եթե մենք չենք արձագանքում, դա չի նշանակում, որ ճիշտ է։ Իհարկե ճիշտ չէ, դա սուտ է։ Անհեթեթություն է։ Դուք կարծում եք դուք չեք այն հաջորդ թիրախը, որի մասին այսպես տողատակերով ակնարկում է, որ այս սրբազանների ևս, որովհետև Գիտեք ինչ, լինել թիրախ մի իշխանության, որը երկիրը հասցրել է կործանման, դա միայն պատիվ է բերում որևէ անձի։ Ես կարծում եմ բոլոր այն անձերը, ովքեր այս իշխանության ընթացքում թիրախ չեն եղել, գալու է ժամանակ եւ մեծապես ափսոսելու է։ Որովհետև ամեն դեպքում մեկնաբան եք, հա, ձեր նորվա ասածը, որ տարընթերցումներ չլինի, որ ասեցիք դա սուտ է, ինչին էր վերաբերում։ Չեմ հիշում, ինչի մասին հարցրեցիք, ասեցիք։ Գիտեք ինչ, այդ թեմային դուք նորից ես ինչ որ խոսում եմ, ես փորձում եմ բացատրել, որ պետք չի տրվել այդ սադրանքներին, այդ օրակարգերին։ Դուք նորից պտտվում եք նույն հարցին գալիս եք։ Եղբայր, ինչ կապ ունի այդ հարցը այսօրվա մեր իրականության հետ։ Ես թեքվեմ ձեր դուք ամուսնացած եք, հիմա ես կարող եմ ձեր սեռական կողմնորոշման մասին հարցեր ուղղել ձեզ։ Կոռեկտ է դա։ Բայց ես սեռական կողմնորոշման հարց եմ տալիս ձեզ։ Չէ, ես կարող եմ այդպեսի, դա անձնական բնույթի հարց է։ Անձնական բնույթի հարցերը անկախ նրանից ով է բարձրացրել, չի կարելի տալ։ Եվ չի կարելի տալ, չի կարելի կրկնել, եթե մի հիմար մի բան ասել է, չպետք է դառնալ երկրորդ հիմարը կրկնել այդ հիմարությունը։ Սրբազան եկեղեցում համոզմունք կա, որ այս process-ում ամեն դեպքում իշխանությունը հաջողության չի հասնի։ Դե գիտեք, ես չեմ կարող մարգարեություններ անել, բայց դրա համար բավարար է ընթերցել եկեղեցու պատմությունը եւ այն բոլոր մարդկանց պատմությունը, որոնք որ հակառակվել են եկեղեցու հետ։ Իսկ նպատակը ո՞րն է այնուամենայնիվ ձեր կարծիքով։ Դուք եպիսկոպոսած դասով բնականաբար հանդիպումներ, քննարկումներ ունեցել եք։ Ամուր է գաղափարով կամքը եւ ընդհանրապես ձեր պաշտպանության, եկեղեցու պաշտպանվելու բացի հանրությունից, հոտից,
բացի կանոնակարգից ուրիշ ինչ միջոցներ կան, որովհետև մենք երեք Մոլդովայի խայտառակ տեսարանը տեսանք, թե ինչպես են քահանային ոստիկանները շպրտում այն կողմ միայն այն պատճառով, որ նա ԼԳԲՏ փառատոնի դեմ դուրս եկած քաղաքացիներն են միացել։ Դուք հասկանում եք, չէ՞, որ գրեթե նույնանում են տարբեր երկրներում այս արշավների Եկեղեցին պաշտպանված է իր հոգևորականներով, իր հավատացյալներով, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, այդ թվում լրագրողներ, այդ թվում իրավաբաններ, բժիշկներ, տնտեսագետներ, հասարակական քաղաքական գործիչներ։ Վերլուծել եք նպատակը որն է իշխանության, լավ, ինչ են ուզում հասնել։ Չգիտեմ, ես ընդհանրապես իրենց արածների մեջ որոշակի տրամաբանություն չեմ տեսնում։ Ակնհայտ է, որ ձախողումներ են լինում դրանց հետևանքում, բայց տրամաբանությունը, նպատակը ինչը չեմ կարող Նիկոլ Փաշինյանը կարծես էլ ստատուսներ չի գրում, միգուցե վախեցել է, հետ է կանգնել այս ամենը։ Հերթով, հա, չգիտեմ։ Մի այսպիսի հարց սրբազան Նիկոլ Փաշինյանը իր գրառումներում վերջին հատկապես գրառումներում անդադ շեշտում է, որ պետք է կաթողիկոսական նոր ընտրություններ լինեն եւ Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, եկեղեցական բարձրագույն մարմիններ, իրենք են որոշում։ Նոր քիչ առաջ ասացի, ոչ վարչապետի իբրև, ոչ էլ իբրև եկեղեցու հավատացյալ, եթե անգամ ինքը հավատացյալ է, որի վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ, ինքը նման իրավասություն չունի։ Սրբազան հայ վերջին օրերին տարակուսանք էր առաջացրել հայրասողերի գրառումը Արայիկ Հարությունյանի մասին, նշել էր, որ այդ քպականի հանդեպ ինքը հարգանք ունի։ Եկեղեցում շատ են այդպիսիները, ովքեր քպականների նկատմամբ հարգանք ունեն։ Խնդրում եմ դա որպես սարկազմ ընկալել։